2024 թվականի հունիսի 11-ը դարձավ այն օրը, որ երկար ժամանակ կմնա հիշողության մեջ, որպես Հայաստանի քրեական պատմության ամենաաղմկարույց դեպքերից մեկը։ Այդ օրը Սերգեյ Գրիգորյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի էր Ֆազ մականունով, սպանվեց։ Այս պատմությունը առաջին հայացքից կարող էր դիտվել որպես մեկ անձի նկատմամբ կատարված հանցագործություն, սակայն հաջորդ ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ գործը ավելի խորքային ու կազմակերպված է։ Սերգեյ Գրիգորյանը տարիներ շարունակ եղել է փակ և ազդեցիկ կերպար, որի շուրջ շրջանառվել են բազմաթիվ խոսակցություններ, կապված անձնական, ֆինանսական և ազդեցության հետ կապված կոնֆլիկտների հետ։ Նրա մասին հասարակությունը քիչ բան գիտեր, իսկ այն, ինչ հայտնի էր, հաճախ ենթադրյալ և խոսակցության բնույթ էր կրում։ Սերգեյ Գրիգորյանի սպանությունից անմիջապես հետո իրավապահ մարմինները սկսեցին գործել, հրապարակվեցին առաջին տեղեկությունները, որոշ կասկածյալների անուններ, սակայն դեպքի մանրամասները մինչև վերջ չէին պարզվում։ Այդ ժամանակից ի վեր գործը շրջանառվում էր փակուղի մտած պատմության նման, շերտ առ շերտ բացահայտումներ, ենթադրություններ և կասկածներ։ Բազմաթիվ աղբյուրներ մատնանշում են, որ գործը շուտով դուրս եկավ Հայաստանի ներքին իրավապահ շրջանակներից և տեղափոխվեց միջազգային հարթություն, երբ հայտնի դարձավ, որ ձերբակալությունը տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ձերբակալված անձը Հարություն Սահակյանն է, որը հայտնվել է հետախուզման մեջ անմիջապես դեպքից հետո և երկար ամիսներ գտնվել է անհասանելի։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ գործը արդեն չունի տեղական սահմանափակումներ և պահանջում է միջազգային համագործակցություն։ Խոսքը միայն իրավապահ հարցերի մասին չէ, գործը ներառում է նաև միջպետական համաձայնություններ, արտանձնում և իրավական գործընթացներ, որոնք պահանջում են ժամանակ և բարձր փորձագետների ներգրավում։ Հարություն Սահակյանը մեղադրվում է այն խմբում, որը կազմակերպել և իրականացրել է Սերգեյ Գրիգորյանի սպանությունը։ Խմբային բնույթը կարևոր է հասկանալու համար։ Այն ցույց է տալիս, որ գործողությունը նախապես ծրագրավորված էր և սպանության համար ընտրված մեթոդները վտանգավոր էին ոչ միայն զոհի, այլև այլ անձանց կյանքին։ Սա կանխորոշում է, որ գործը չի վերաբերվում մեկ անհատին, այլ կազմակերպված խմբին, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր դերակազմը։ Ֆազի անձնական պատմությունը, իր անցյալ հակասություններն ու ազդեցության շրջանակները դարձան պատճառներ, որ սպանությունը դիտարկվի ոչ միայն որպես մեկ հանցագործություն, այլև որպես համակարգային բախում։ Մինչ այսօր շատերը փորձում են հասկանալ, թե ինչ շարժառիթներ կանգնած էին այս պատմության հետևում՝ հին հակասություններ, ֆինանսական հարցեր, ազդեցության գոտիների վերահսկում կամ անձնական հաշվեհարդար։ Հարություն Սահակյանի ձերբակալությունը Ռուսաստանում ընդգծեց, որ գործը ունի ավելի խորքային նշանակություն, քան թվում էր։ Հատուկ ծառայությունների ներգրավումը նշանակում է, որ գործը դիտարկվում է որպես լուրջ, վտանգավոր և ենթակա հատուկ վերահսկողության։ Արտանձնման գործընթացը սկսվեց, և հիմա Հայաստանի իրավապահ համակարգը կենտրոնացած է նրան Հայաստան տեղափոխելու վրա։ Սա բարդ գործընթաց է, սկսած իրավական հիմնավորումներից մինչև դատարանների որոշումներ, և երբեմն կարող է ձգձգվել ամիսներ։ Սակայն սա նաև հնարավորություն է ապահովելու, որ հետաքննությունը ընթանա ամբողջությամբ և ոչ մի հանգամանք բաց չմնա։ Ֆազի սպանության գործը դառնում է ոչ միայն իրավական հարց, այլև հասարակական հետաքրքրություն ներկայացնող դեպք։ Հասարակությունը հետևում է զարգացումներին, ակնկալում է բացահայտումներ և ուշադրությունը ստիպում է իրավապահներին աշխատել հաշվետու ու արագ։ 2024 թվականի հունիսի 11-ը Սերգեյ Գրիգորյանի Ֆազի սպանության օրը սկսվեց սովորական ու հանգիստ առավոտի նման, սակայն իրավիճակը արագ փոխվեց։ Ըստ հետաքննության նախնական տվյալների, սպանությունը տեղի ունեցել այնպիսի եղանակով, որ պահանջում էր նախնական պլանավորում, նպատակային գործողություններ և համակարգված գործողության մասին հուշումներ։ Քննիչների վարկածով կատարվածը կազմակերպված գործողություն էր, ոչ թե պատահական պահի ազդեցություն։ Խմբային մասնակցությունը ցույց է տալիս, որ սպանության իրականացման համար նախապես նշանակվել էին պատասխանատուներ և յուրաքանչյուր կատարողի գործառույթն էր հստակ սահմանված։ Շարժառիթների վերլուծությունը այս գործում կարևոր հանգամանք է։ Ֆազը տարիներ շարունակ առնչվել է տարբեր հակասությունների, կուտակված վեճերի և ազդեցության գոտիների վերահսկման խնդիրների հետ։ Նրա շուրջ շրջանառվել են պատմություններ չկատարված պայմանավորվածությունների, պարտքերի և անձնական հակասությունների մասին։ Այս փաստերը ամենայն հավանականությամբ ստեղծել են այն հիմքը, որի վրա զարգացել է սպանության սցենարը։ Միաժամանակ ֆինանսական և անձնական շահերի բախումները ևս դիտարկվում են որպես հնարավոր շարժառիթներ։ Գործում առկա տեղեկությունները դեռևս չեն բացահայտում ամբողջական պատկերը, սակայն ակնհայտ է, որ սպանությունը նպատակ ուներ ոչ միայն մեկ անձի վնասել, այլ նաև ազդել առևտրային, անձնական և ազդեցության ոլորտներում ընթացող գործընթացների վրա։ Կասկածյալների ձերբակալությունից հետո բացահայտվել են նաև մանրամասներ այն մասին, թե ինչպես էր խմբի յուրաքանչյուր անդամ ստանձնել իր դերը։ Հարություն Սահակյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում գործողությունների մեջ, որոնք հանգեցրել են մահվան։ Նույնպես հետախուզվում է Սուրեն Գրիգորյանը, ով ևս մասնակցել է գործողություններին, և նրա բացակայությունը թույլ չի տալիս ամբողջական վերականգնել դեպքերի ամբողջական շղթան։
Գործի քննության ընթացքում հիմնական խնդիրներից մեկը եղել է պարզել շարժառիթները, դրանք բաժանվում են մի քանի ուղղությամբ։ Առաջինը անձնական հակասություններ, անցյալի կոնֆլիկտներ, նախորդ տարաձայնություններ, որոնց ազդեցությունը տարիներ շարունակ մնացել է չլուծված։ Երկրորդը ֆինանսական եւ ազդեցության շահերի բախում, ֆինանսական պարտավորություններ, բաժնեմասերի բախումներ կամ ազդեցության գոտիների վերահսկում։ Երրորդը հեղինակության եւ դիրքի վերաձևավորում։ Որոշ շրջանակներում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող էր վտանգել հին դերակատարների դիրքերը, ինչը հանգեցրեց ծայրահեղ գործողությունների։ Այս վարկածների համադրությունը ցույց է տալիս, որ գործը շատ շերտեր ունի եւ բոլոր հանգամանքները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, որպեսզի պարզ դառնա իրական պատկերը։ Նշենք, որ սպանությունը կատարվել է այնպիսի եղանակով, որ վտանգավոր էր նաեւ կողմնակի անձանց համար։ Սա հաստատում է, որ գործողությունները կազմակերպված էին եւ պատրաստված, ինչը իր հերթին քննությանը տալիս է ավելի բարձր ծանրաբեռնվածություն։ Հարություն Սահակյանի ձերբակալությունը, հատկապես նրա գտնվելու վայրը Ռուսաստանի Դաշնությունում ընդգծում է միջազգային կողմի ներգրավվածությունը։ Սա նշանակում է, որ հետաքննությունը անցնում է նորփուլ, ներառելով ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն։ Արտանձնման գործընթացը այժմ կենտրոնական հարց է, քանի դեռ այն չի ավարտվել, գործը պաշտոնապես չի կարող շարժվել ամբողջությամբ դատավարության փուլ։ Սահակյանի հնարավոր արտանձնման փուլը կարևոր է, քանի որ նա կարող է հստակ ցուցմունքներ տալ սպանության շղթայով խմբի կառուցվածքի մասին։ Հետաքննության հաջորդ կարևոր քայլն է պարզել մյուս կասկածյալների գտնվելու վայրը եւ ներգրավվածության չափը։ Այս պայն Սուրեն Գրիգորյանի որոնումները շարունակվում են եւ նրա բացակայությունը թողնում է բաց տարածություն ողջ գործի վերլուծության մեջ։ Այս փուլում իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է նաեւ հանրային ակնկալիքների վրա։ Հասարակությունը մշտապես հետևում է զարգացումներին, ինչը ստեղծում է հավելյալ ճնշում իրավապահների համար, ապահովելու, որ գործը շարժվի արագ եւ հաշվետու։ Մեդիայի դերը այստեղ նույնպես զգալի է։ Լրագրողական հրապարակումները, հետաքննության ընթացքի մասին տեղեկությունները եւ վերլուծությունները նպաստում են հանրային վերահսկողությանը, ինչը օգնում է կանխարգելել հետքայլերը կամ գործողությունների ձգձգումը։ Ֆազի սպանության գործը նոր փուլ մտավ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Հարություն Սահակյանի ձերբակալությունը իրականացրել են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները։ Այս ներգրավվածությունը ցույց է տալիս, որ գործը դիտարկվում է ոչ միայն որպես տեղական քրեական դեպք, այլ որպես միջպետական, անվտանգային տեսանկյունից կարևոր գործողություն։ Հետախուզման ընթացքում պարզ դարձավ, որ Սահակյանը ՌԴ-ում գտնվել է որոշակի հովանավորների կամ կապերի աջակցությամբ, սակայն հատուկ ծառայությունների օպերատիվ միջոցների միջոցով նա հայտնաբերվեց եւ ձերբակալվեց։ Սա թույլ է տալիս իրավապահ մարմիններին շարունակել գործը միացյալ միջազգային մակարդակում եւ ապահովելով, որ հետաքննությունը ընթանա ամբողջական եւ անխափան։ Հայաստանի իրավապահ համակարգը կենտրոնացած է Սահակյանի Հայաստան արտանձնման գործընթացի վրա։ Արտանձնումը բարդ իրավական գործընթաց է, որը ներառում է դատական փուլեր, միջազգային համաձայնություններ եւ համապատասխան փաստաթղթային հիմնավորում։ Այն կարող է ձգձգվել, բայց կարևոր է հասկանալ, որ առանց նրա հետաքննությունը չի կարող ամբողջությամբ ավարտվել։ Սահակյանի ցուցմունքները կարող են բացահայտել սպանության ամբողջ շղթան, մանրամասներ խմբի կազմից, գործողությունների հերթականությունից եւ շարժառիթներից։ Այս տեղեկությունները խիստ կարևոր են նաեւ մյուս կասկածյալների հայտնաբերման եւ մեղադրանքի հաստատման համար։